բավականին մրտոված գրառում եք արյան իրադարձությունների դեպքերի վերաբերյալ Կարծում եմ դուք եք ծանոթ թե ձայնագրություններին, թե առգրաված ներկայացված փաստարկներին, ես զարմանում եմ, որ դուք հարցը տալիս եք, թե ինչներ վրդովեցրել։ Հեղաշրջման փորձը։ Ես որևէ մեկին հանցագործության կոնկրետ հոդվածի մեջ մեղադրանք եմ գրել, ոչ, ես իմ կարծիքն եմ ներկայացրել այն ինչին լսել եմ ականջովս ձայնագրություններին եւ այն ինչ տեսա պատկերներին։ Տիկին Ավանեսյան, հետաքրքիր է, 3 մարդիկ զուգահեռ են անցկացնում 16 թվականը, չէ՞։ Չէ, 16 թվականի ՊՊՑ գնդի գրավման այդ դեպքերի հետ, որտեղ ուղիղ զինված ահաբեկչություն տեղի ունեցավ, մարդիկ, չգիտեմ, մեծ տեխնիկայով մտան, խփեցին, պատանդ վերցրեցին, մարդիկ զոհվեցին, իրական կրակոց եղավ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել դրա աջակցում է, չնայած հետո նրան այդպես չընդունեցին, վռնդեցին կամ չգիտեմ, Ես կուզեի երեկվա, տեսեք, երեկվա նաեւ գիտեք ինչն է բանը, որ մեր երկիրը հենց նման դեպքեր հոկտեմբերի 27 տեսած երկիր է եւ մեր կողմից աչալրջությունը թե մարդիկ ինչ են խոսում հրապարակային հեղաշրջման կոչեր են հնչեցնում կոնկրետ կազմակերպչական աշխատանքներ են տանում եւ այն ինչ որ երեք հրապարակվեց մեզ մի կաթիլ անգամ կասկածի տեղ չի տալի որ մեր ամբողջ պետական համակարգը չափազանց լուրջ եւ աչալուրջ պիտի լինի նման դեպքերին եւ նաեւ հանրային տեսեք եւ նաեւ հանրային ընկալումը մեր երկրում բռնությունը տեղ չունի մեր երկրում ընտրությունների միջոցով է միայն իշխանությունը փոխվում եւ 2021 թվականին եղել են արդար բաց թափանցիկ ընտրություններ որտեղ ժողովուրդը իր ձայնը տվել է իշխանությանը հաջորդ ընտրություններին թող սպասեն բոլոր ուժերը ներկայանան ժողովրդի դատին ստանան քվե եւ իշխանություն Հայաստանում հեղաշրջումների ահաբեկչության փուլը փակված է Շատ լավ է դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչ էր անում ՊՊՑ գնդի ահաբեկիչների կողքը Դուք բացեք նյութերը տեսեք ինչ էր անում ինչ չէր անում ես այսօր այդ մեկնաբանելու Ես կարծում եմ դա ընդհանրապես այսօրվա իմ մեկնաբանելիքը Զուգահեռ որովհետև երկակի ստանդարտ է Զուգահեռը ես ասեցի զուգահեռների վերաբերել պատասխանեցի որ զուգահեռները նաև հաշվի առնելով մեր երկրի նկատմամբ ահաբեկչական ակտերի եւ դրա արդյունքում մեր երկրին հասցված վնասի, որը մեր ամբողջ պարլամենտը գլխատվեց, մենք պետք է շատ աչալուրջ լինենք նման հայտարարություններից սկսած, իսկ սա միայն հայտարարություններ չէր։ Դուք երեք էլ ուրեմն ինքներդ տեսաք թե ինչեր էր հրապարակվել,